Ազգային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ Մեր հաղորդման դիտակետում այսօր խորհրդահայ մոդեռնիստական ճարտարապետության եզակի գլուխգործոցներից մեկի մասին է Հրազդան Մարզադաշտի։ Խոսելու ենք ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի հետ, առիթը Հրազդան ստադիոն գիրքն է, որը լույս է տեսել օրերս։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Խորհրդային ճարտարապետության պատմական ու նշանակալի կառույցները հետ խորհրդային Հայաստանում գիտենք, որ կորցրեցին իրենց երբեմնի կարևորությունն ու նշանակալիությունը։ Մենք շատ ենք անդրադարձել երիտասարդական պալատին, Զվարթնոց օդանավակայանին, Ռոսիա կինոթատրոնին եւ այդպես կարող ենք անվերջ թվարկել, դրանք շատ են, առանձին շենքերի, թաղամասերի խնդիրներին եւ այլն։ Դուք գիտենք, որ խորհրդահայ մոդեռնիզմի հետազոտող եք, մի շարք հոդվածների, գրքերի հեղինակ եւ կուզեի ուղղակի այս հարցին պատասխանեք, ինչու խորհրդահայ մոդեռնիստական ճարտարապետությունը անկախ Հայաստանում չգտավ ինքն իրեն, այսպես ասած։ Ես չէի ասի, որ չգտավ, սա տեղի ունեցավ ինչ-որ մի տարօրինակ մոտեցում այս ամենի հանդեպ, միջարից ոչ միայն Հայաստանում է դա եղել, բայց այդ դուք ասում եք այսպես ոնց որ բանաձև, խորհրդային մոդեռնիզմ, դա այդպես է, այդ այսպես բանաձևը, այդ ֆորմուլան առաջարկել է հենց մոդեռնիզմի հիմնադիրներից մեկը ռուս, ասենք, ճարտարապետ Ֆելիքս Նովիկովը 2000-ական թվականներին եւ դա այսպես ոնց որ ամրացավ, որտեղ մոդեռնիզմ մի քիչ այսպես լայն հասկացողություն է, որտեղ դա նույն չափով կարող է գրվել նաև 20-ական թվականների նոր ճարտարապետությանը եւ խորհրդային մոդեռնիզմի ոչնչացնողները շատ անգամ ենթադրում են, որ իրենք խորհրդային, այսպես ասած, արատավոր փորձն են ոչնչացնում։ Մինչդեռ նրանք մոռանում են, որ սա նախ կառուցվել է մեր հայ ժողովրդի եւ հայ մարդկանց, հայ ճարտարապետների, շինարարների, բանվորների, կոնստրուկտորների քրտնաջան աշխատանքով։ Սա բերել է ուրախություն մարդկանց եւ կառուցվել է Հայաստանը։ Այս որպես օրինակ բերեմ 50-ամյակի այսպես կոչված, հիմա կոչվում է Վերածնված Հայաստան, այդ 50 մետրանոց օբելիսկը, որ մանումենտի եզրին է, այսօր ավելի պարզ ասենք Կասկադն ավարտում դրանով, դա նվիրված էր 67 թվականին, այդ ժամանակ ուրեմն հեղափոխության 50-ամյակներ, այդ պատրվակով դա կառուցվեց, այնտեղ բոլոր խորհրդանիշները զուտ ազգային հայկական են, բոլոր, այստեղ եւ հիմա եկեք որոշեք սա ոչնչացման ենթակա են այս ճարտարապետության կառույցները, մանավանդ նրանք, որոնք որ թե պահպանման, մանավանդ նրանք, որոնք որ զուտ ֆունկցիոնալ էին։ Մենք կառուցեցինք այս գիրքը, որ տպեցինք, սա իմիջիայլոց երկրորդ հրատարակությունն է, առաջինը ռուսերենով էր, հանրահայտ այսպես մի հրատարակություն կա Ռուսաստանում, Տատլինը ռուս հանճարեղ նկարիչ ճարտարապետ է։ մասին գրքեր են, չէ՞, տպում իրենք։ Նրանք տպում են հենց ժամանակակից մոդեռնիստական ճարտարապետության նվիրված բազմաթիվ անչափ, այնտեղ հարյուրներով է նրանց տպագրության քանակը։ Գրքերը այդքան շատ չեն։ Պետք է ասել, որ միայն 5 գիրք նրանք նվիրել են հայ ճարտարապետությանը, 5 իմ գրված գրքերը հրատարակել են, որպեսզի համեմատելի լինի, սա իմ երրորդ գիրքն էր Հայաստանում, որ տպվեց։ Եվ
Իսկ ինչով է դա պայմանավորված, ինչով է բացատրվում։ Ճարտարապետության որակով։ Ահա։ Մեր ժամանակակից խորհրդային ժամանակվա ճարտարապետության որակով։ Այսօր ես վստահ կարող եմ ասել, դրանցից մի մասը ունեն համաշխարհային նշանակություն, որակներ, համաշխարհային ճարտարապետության արժեք, ամառային կինոթատրոնը եւ Ռոսիա կինոթատրոնը եւ Հրազդան մարզադաշտը, Ջիմ Թորոսյանի եւ Սարգիս Գուրզադյանի աշխատանքները շատ էր։ Հիմա ես Ֆենիքս Դարփինյանի, որին նախորդ գիրքն էր նվիրված, սրանք դուրս են գալիս զուտ ազգային սահմաններից, նրանց նշանակությունը։ Իսկ եթե խոսում ենք Հրազդանի մասին, լավ, բայց ինչու մենք չենք գնահատում դրանք։ Մենք այսօր դեռ ունենք կանգուն այդ հզոր վիթխարի կառույցը։ Հիմա ես ձեզ ասեմ, թե ինչու չենք գնահատում։ Հիմա տեսեք, թե ինչ տեղի ունեցավ։ Հրազդանը շատ մեծ ստադիոն է, շատ մեծ մարզադաշտ է։ 70,000 մարդ էր տեղավորվում, երբ որ նստում էին ոչ թե աթոռների, այլ այսպես կողք կողքի։ Այո։ Երբ որ այնպես ոնց որ պետք է լինի, իհարկե աթոռներ տեղադրվեցին, թիվը ավելի փոքր է 55,000։ Սա հրաշալի, այսպես ասած, չափ է։ Օրինակ հիմա որ մենք տեսանք մեր այս տխուր խաղեր իհարկե, բայց Թիֆլիսում այնուամենայնիվ այս ֆուտբոլային դաշտը նրանց Դինամոն, որ վերակառուցել են 55,000 հանդիսատեսի համար է։ Սա հրաշալի է։ Եվ սա շատ կարևոր է հենց եւ ֆուտբոլի համար, եւ սպորտի համար, նաեւ հասարակական մթնոլորտ ստեղծելու համար, որտեղ մի բան է, որ փոքրիկ մարզադաշտ է, մի բան է այսպեսի մեծ մարզադաշտ է։ Մի գրքից մի օրինակ բերեմ, մի փաստ, որի մասին հեղինակները, նախ նշեմ հեղինակներին, սա ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը եւ Գուրգեն Մուշեղյանն են եւ կոնստրուկտոր Էդվարդ Թոսունյանը, ինչի մասին են հիշատակում եւ Կորյուն Հակոբյանը եւ Գուրգեն Մուշեղյանը։ Ֆուտբոլի խաղի ժամանակ Լեփլեցուն Հրազդանը եւ մի արդեն ոչ երիտասարդ մարդ շատ խանդավառն է ընդունում այս ամբողջ խաղի ընթացքը եւ այլն։ Եվ իրենք հարցնում են, թե այդ չափ ֆուտբոլ եք սիրում, որ այսքան ոգևորված եք։ Ասելա ֆուտբոլ սիրում եմ, բայց սա չի խնդիրը։ Ինձ ոգևորում է այն, որ այս չափ հայ մարդիկ հավաքված էստեղ մեր քաղաքի, մեր Հայաստանի բնակիչները միահամուռ այսպես մի ապրում են այդ խանդավառությունը, այսինքն միասնության գաղափար է։ Ասեմ եւ մի ուրիշ, երբ որ այս խորհրդայինի եւ ոչ խորհրդայինի խնդրի մասին խոսենք, Տիգրան Խզմալյանը մի ֆիլմ ունի նկարված Արարատ թիմին վերաբերող այդ 73 թվականի մեր հրաշալի ուրեմն այդ ժամանակվա խաղը թիմը եւ նա ասում է, որ խորհրդային շրջանում ֆուտբոլը մի տեսակ ազատության մի ոնց որ կղզյակ էր դառնում ստադիոնը եւ այստեղ մարդիկ ազատ էին։ Դա իրոք այդ միտքը զարգացնում եմ գրքում, որտեվ այստեղ դու կարող էիր լինել միանգամայն ազատ, հայտնել քո վրդովմունքը, ընդհանրենք այն նրան վերաբերել, թե ինչ է կատարվում դաշտում, քո ոգևորությունը, ինչպես այդ մարդը ես ասացի, որ այսպես շատ ոգևորված էր։ Եվ այս երկրորդ հրատարակության տարբերակում գիրքը ունի մի փոքր այսպես էպիգրաֆ, որ հանրահայտ մեր հրաշալի ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովի խոսքերն են, որտեղ նա ասում է, որ շատ ստադիոններ կան, շատ ստադիոններում է խաղացել եւ կան ավելի լավ, կան ավելի վատ, բայց ոչ մեկը չկա Հրազդանի նման, եւ որ Հրազդանում չէին կարող նրանք չխաղալ այնպես, որ չհաղթեն։ Հասկանում եք, դա նաև ստադիոնը հաղթանակի գաղափար է իր մեջ տանում։
Հարցը միայն այդ ոգու հավաքականը պարտվում է դա նրանից է որ հրազդանում չէ պետք է տեղաբանկանացած ես ձեր հումորը ընդունում ու հասկանում եմ բայց որ հրազդանը պարտադիր պետք է վերականգնվի բնակ կենթանի առողջ այսպես ասած կառույց է եւ այդ հիասքանչ ուրեմն շինությունը պետք է իհարկե գործի հիմա ասեմ թե ինչ տեղի ունեցավ հրազդանի հետ երբ որ սկսում են նախագծել դա չափազանց ես ասացի որ շատ մեծ է այո շատ մեծ է ոնց որ Մարկ Գրիգորյան ասում է գուցե Հայաստանի ամենամեծ կառույցն է եւ նախագծվեց այդ կիրճում Զանգվի հրազդանի կիրճում եւ շատ բարդ էր դա որ այդտեղ պետք է ներգրավվեր դա արվեց իդեալապես դա մի զարմանալի ճարտարապետական լուծում է որ ասացի հենց դրանով նախ եւ առաջ նա դառնում է համաշխարհային այսպես որակներ ձեռք բերում ճարտարապետական իհարկե եւ ահա տեսեք թե հետո ինչ է կատարվում այսօր դուք որ մոտենում եք այդ կիրճին հրազդանը խեղդված նրա 4 կողմը կառուցված են անկանոն անհամաչափ տգեղ ճարտարապետական առումով խանգարող ամբողջ այդ մեր լանդշաֆտին իսկ լանդշաֆտը մեր ազգային արժեքն է լանդշաֆտից է ծնվում ճարտարապետությունը եւ լանդշաֆտի մեջ պետք է լինի ճարտարապետությունը լանդշաֆտի հետ պետք է ներդաշնակ լինի սա ամենակարևոր խնդիրն է երբ որ ճարտարապետը կառուցում է ինչ որ մի շինություն որը լանդշաֆտին ներդաշնակ չէ եւ նա մեծ սխալ է գործում եւ այդպիսի կառույցներով հիմա լցված է հենց ամբողջ այդ կիրճը ուրեմն այստեղ է հենց կոնֆլիկտը մենք բարձրորոշ տեսնում ենք այն կոնֆլիկտը որ կա հրազդանի եւ մնացած կառուցապաշրջական միջավայրի միջև եւ ինչքան ներդաշնակ է հրազդանը եւ ինչքան ոչ այն կառույցները որոնք որ եւ լանդշաֆտը խաթարեցին եւ լանդշաֆտի այդ օրգանական լինելը եւ նրա կապը հենց հրազդանի եւ նրանք միայն այսպես խանգարիչ դեր խաղացին իսկ ձեր կարծիքով ինչու մշակույթի անշարժ հուշարձանների այդ կարգավիճակում չներգրավեց չներառեց այստեղ ես պետք է ասեմ որ մի փոքր ուղղություն պետք է ուղղեմ ձեր չնայած ճշմարտություն կա ձեր ասացի մեջ ցուցակ կար ես ժամանակին աշխատել եմ երբ որ հուշարձանների շատ վաղ իմ գործունեության սկզբնական շրջանում հուշարձանների պահպանության վարչություն կար դա այնքան էր խնդիրը նշանակություն էր տրվում որ դա նախարարության ստատուս էր ստացել եւ այդ ժամանակ մենք ստեղծեցինք ծավալուն ուրեմն ցուցակներ ուսումնասիրվեցին ընդ որում Հայաստանից եւ Հայաստանից դուրս ինչպես հայաբնակ դա որ թվականի մասին 80-ական թվականների մասին եմ ասում ես եւ իհարկե հրազդանը այդ ցուցակների մեջ էր հետո դուրս բերվեց միայն եւ միայն այն ոնց որ եւ մնացածները որպեսզի քանդվեն ոմանք քանդվեցին ոմանք դեռ ոնց որ դատապարտված են այդ թվում եւ հրազդանը զվարթնոցոթանավականի կառույցը քանի որ ֆունկցիոնալ չէ ոնց կարող է ֆունկցիոնալ չլինի դեպքում ինչու որ քանդվի հարցերեք նրանց ովքեր չեն գնահատում ազգային արժեքները տեսեք երիտասարդական պալատը երբ որ քանդեցին իրենք մեկնաբանում էին այսպես որ այն այլևս կորցրել է իր գործառույթը հնարավոր չէ այնպես վերանորոգել որ ինքը շարունակի նույն կերպ գործել ինչ օրինակ խորհրդային ժամանակներ դուք էլ հասկանում եք որ հնարավոր էր չէ կառույցը մենք ես զարմացած եմ ընդհանրապես մեր բիզնեսի այսպես ասած հայացակ կետը այդ առումով ինձ զարմացնում է ինձ թվում է որ մենք այսպես լավ չենք հաշվում որտեվ կենթանի կառույցը չօգտագործել ու ինչ որ հեքիաթային պատկերացումներով ապրել թե պետք է դրա փոխարեն կառուցվի ինչ որ ոնց որ տեսնում եք ոչինչ չկառուցվեց եւ մնացած բոլորն էլ քանդելը շատ հեշտ է կառուցելը շատ դժվար
Եթե մենք հետապնդում ենք գաղափարական խնդիր, որ ջնջենք այս շերտը, ջնջենք այս նորից եմ կրկնում, սա մեր ժողովրդի աշխատանքով, քրտինքով կառուցված շինություններն են։ Այնպես որ դա ես կառաջարկեի, որ երկու անգամ մտածել մինչև դա անելը։ Այստեղ գաղափարական որևէ բան չկա, ես բերեցի ձեզ ամենասուր օրինակը, երբ որ գաղափարական թեմային էր նվիրված, բայց ճարտարապետները դրան զուտ ազգային ձևով են ներկայացրել։ Լավ, եթե փորձենք հասկանալ ֆունկցիոնալ կառույցները միայն եւ միայն կարելի է օգտագործել։ Ինչ վերաբերում է, որ միտքս ավարտեմ ցուցակին, այդ երբ որ դուրս բերվեց քանդելու համար, այնտեղ սկսեցին շուկա աշխատեց, հետո սկսեցին ուզում էին կառուցեին բնակելի թաղամասեր, դա էլ մենք արդեն տեսնում ենք, թե ինչի բերեց Երևանի իրավիճակը, երբ որ իմը չշեղվենք մտքի մեր հիմնական ուղղությունից, բայց մենք տեսնում ենք, թե բնակելի թաղամասերով այդպես չի, քաղաքը բալանսավորված պետք է լինի։ Եվ վերջի վերջո ինչ վերաբերում է պահպանմանը 18 թվականին, եթե չեմ սխալվում, 18 կամ 19 թվականին այն ժամանակ մշակույթի նախարարությունը, այնտեղ մի փոխնախարար էր աշխատում, ճարտարապետ Տիգրան Գալստյանը, որի ջանքերով 6 թե 7 կառույց, որոնք բացահայտորեն հուշարձաններ էին, մենք բոլորս դա գիտեինք, բայց դուրս էին հանված, այդ թվում Կասկադը եւ Զվարթնոց օդանավակայանը եւ Հրազդան մարզադաշտը, Ռոսիա կինոթատրոնը ընդգրկվեցին որպես նորահայտ, սա մի իրոնիա կա այստեղ, որտեղ ինչպես թե կառույցներ որոնք կային, մեկ էլ պարզվեց, որ դա ֆորմ բանաձև է այդպես։ Այնուամենայնիվ դրանք այն օրվանից մինչև այսօր հաջորդ քայլը պիտի լինի, որ դրանք ստանան այդ լիարժեք ստատուսը։ Նորահայտ, Այսպես է, բյուրոկրատական մոտեցումը։ Սկզբից ասում են, ահա նորահայտ, հետո հանձնաժողովը նայում է, ասում է, սա իրոք համապատասխանում է։ Այս քայլը արվելը դա որոշակի պահպանողական ստատուս արդեն ունի կառույցը, որը որ կոչվում է նորահայտ։ Բայց հաջորդ քայլը այդպես էլ չարվեց, անցել է 6-7 տարի։ Այդ քայլը չի արվում եւ եւս սա այսպես ասած կախված վիճակում է այս կառույցները։ Ընդ որում պետք է ասեմ, որ հիմա այս որ ասեցի այդ ընդունված բանաձևը, հա, խորհրդային մոդեռնիզմի կառույցները, մեր հայկական մոդեռնիզմի կառույցները, այսպես ասենք, սրանք արդեն դարձել են նաեւ արտասահմանում ուսումնասիրման առարկա։ Այսօր գիրք է գրվում հանրահայտ այսպես կենտրոն կա Մոսկվայում գարաժ, որը որ ուղեցույց է գրում Երևանի մոդեռնիստական կառույցներին, առանձնակի մոդեռնիստա, այսինքն մարդկանց հետաքրքրում է հենց այդ շերտը, զբոսաշրջիկներին, մարդիկ որ գալիս են Հայաստան, հետաքրքրում է այդ շերտը, տեսնել այդ կառույցները։ Եվ սա արդեն ինձ թվում է հենց այդ փաստը հենց պատասխանն է, թե սա արժեքավոր են այս կառույցները։ Հիմա ցանկում չկա Հրազդան մարզադաշտը։ Ասեցի նորահայտների մեջ կա, բայց հաջորդ քայլը չի արվել։ Բայց ուրեմն ենթադրում ենք, որ չի քանդվի։ Նա որոշ պահպանման ուրեմն այդ ստատուսը ունի, այս որպես նորահայտ։ Բայց մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ սա պետք է շահագործվի։ Իսկ դա ինչ է ենթադրում որոշ պահպանումը, որոշակի։ Հենց այդ անորոշությունը։ Անորոշություն է ենթադրում։ Հենց այդ անորոշությունը։ Չէ, նու դա կարգավիճակ է իհարկե, բայց կարևոր է, որ նա ֆունկցիոնալ կարգավիճակ ունենա, այսինքն նա աշխատի եւ մեր հանրությունը, մեր ժողովուրդը այդտեղ լինի։ Երբեմն ես տեսնում եմ ինչ-որ համերգներ են կազմակերպվում, որոնք բայց նստատեղերով չեն, կարծեմ, ուղղակի դաշտն են, հա, այդ ամբողջ այդ հարթությունն են օգտագործում։ Եվ իրեք, երբ որ հիմա ֆուտբոլը ավելի շատ քան խաղ,
Եվ սա տարածվում է, մենք տեսնում ենք մի ֆուտբոլիստ ավելի մեծ նշանակություն ունի նույնիսկ երկրի ճանաչողության համար, արտասահմանում շատերին ասում ես Հայաստան չեն իմանում։ Ֆուտբոլիստի անունը տալիս ես, պարզվում է, որ գիտեն։ Եվ ապա տեսեք, որ հեռարձակվի, ուրեմն դուք տեսնում եք շքեղ այդ կառույցը, արտիական, ոնց որ այսպես ինչ որ այլ մոլորակային ինչ որ մի կառույց է, հա, իջել է այդտեղ այդ հրաշալի մեր կիրճում։ Թրջողապս է։ Շատ գեղեցիկ էր, ընդ որում հանրապետական մարզադաշտը, ստադիոնը, սա առաջին հեղինակ Գորյուն Հակոբյանի ստեղծագործությունն է, որը զարմանալի ներփագեղությամբ է արված, հմտությամբ, այնտեղ լողավազան կար, որը ավելի բարձր էր, այդ լանդշաֆտը իդեալապես օգտագործված, եւ սա եւս շատ հետաքրքիր կառույց էր։ Սա էլ վրան այդ ծածկն է, կոպիտ, արդեն չներկված, մի խոսքով խղճուկ տպավորություն է թողնում, երբ որ դու նայում ես այդ խաղերը, դու ստանում ես ոչ թե դաշտը չի միայն, այլ ան կառույցն է, որի մեջ դա տեղի է ունենում։ Ուրեմն դրա միջոցով, այդ խաղի միջոցով, լավ թե վատ, խաղը մի օր լավ է, մի օր վատ է։ Ես ֆուտբոլասեր եմ եւ ես տեսել եմ այն բարձրունքը, ոնց որ ճարտարապետության բարձրունքն էր եւ ֆուտբոլը միատեղ։ Այնպես էլ հիմա այդ անկումն է եւ ֆուտբոլի եւ ճարտարապետության։ Կլինի նորից բարձրունք, չեմ կասկածում, հրաշալի նոր ճարտարապետներ կան, երիտասարդ եւ կան հրաշալի, ես տեսնում եմ, կլինեն ֆուտբոլիստներ եւս իհարկե։ Բայց դրա մասին պետք է մտածել, որ սա պետք է սա մեր երկրի պատկերն է։ Լավ, գիրքը ինչպես նախաձեռնեցիք, արդեն կարծում եք, որ պատմության գիրքն է անցնում Հրազդան ստադիոնը, թե հույս կա, որ դիպուկ հարց եք տալիս։ Ինչ որտեղ որոշ չափով հաստատված, ես սկսեցի գրել այդ գրքերը, որտեղ թուղթը ավելի կայուն է, քան երկաթբետոնը։ Թուղթը մնում է։ Իսկ գոնե թղթի վրա պահպանել դրանք։ Հետո թղթի միջոցով դա հասնում է շատերին։ Իսկ այսպես վիճակում թողնված նույնը ամառային ինչ է ներառված գրքում, որքանով գիտեմ նախագծման այդ կառուցման ամբողջ պատմությունն է եւ ընդհանրապես կոնտեքստը, որը բերեց նրան, որ ծնվեց այդպիսի մի հրաշալի կառույց։ Պետք է ասեմ, որ այս երկրորդ հրատարակությունը Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակին է նվիրված եւ ընտանիքի կողմից սա նախաձեռնություն էր, այնպես որ նրա այդ միասին տեղեկացնենք, որ Գուրգեն Մուշեղյանը ստադիոնի երկու ճարտարապետներ, Գորյուն Հակոբյանը եւ նրա երբեմնի աշակերտ, հետո արդեն փորձառու Գուրգեն Մուշեղյանը, երկուսն էլ մեր լավագույն ճարտարապետներից, ավագ սերունդի Գորյուն Հակոբյանը եւ մյուս մոդեռնիստական սերունդի արդեն ներկայացուցիչ Գուրգեն Մուշեղյանը, կոնստրուկտորները եւս, ոնց որ ասեցի։ Այնպես որ սա թուղթը գոնե պիտի պահպանի։ Նաեւ որոշակի դա ակցիա է, որ սա պետք է իհարկե ուշադրություն գրավել, այս կառույցը դարձնել ֆունկցիոնալ, աշխատացնել։ Մենք երբ որ շնորհանդեսին շատ մարդ էր հավաքվել, իմիջիալից Գորյուն Հակոբյանի նախկին բնակելի տունն էր, որտեղ որ կազմակերպեցինք դա։ Բազմաթիվ մարդիկ էին նույնիսկ այնքան, որ չտեղավորվեցին այդ դահլիճում, եւ հետո մենք մի ստորագրահավաք կազմակերպեցինք պահպանել Հրազդան մարզադաշտ, ես դա կհանձնեմ ֆուտբոլի ֆեդերացիա, որպեսզի նրանք նախ ծանոթանան գրքին եւ երկրորդը ծանոթանան այն մարդկանց կարծիքներին, որոնք որ ուղղված են պահպանման։ Իսկ գրքով այս հրատարակությունով եւ այսպես մեծ արձագանքներով հնարավոր է կանխել քանդման այդ գործընթացը։ Լինենք օպտիմիստ թե պեսիմիստ։ Չգիտեմ, գուցե երկուսն էլ։ Լինենք օպտիմիստ։ Լինենք օպտիմիստ։ Հույս ունենանք, որ այնուամենայնիվ Զվարթնոցը կվերակենդանանա։ Ներողություն, նորից ես անդադ մտքում եմ Զվարթնոցը նույն խնդրով Զվարթնոցը եւս
Եվրասիա կինոթատրոնը եւ Մոսկվա ամառային կինոթատրոնը։ Լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, շատ հետաքրքիր է, դուք դե բացի այն որ տեսաբան եք, նաև ճարտարապետ եք, կարող եք ինչ որ մի ձևով մի տեսլական ասել, օրինակ լավագույնը որը կլիներ այսօր Հրազդանի համար, եթե ասենք ինչ որ որևէ մեկը ինչ որ մի բարերար որոշեր ներդրում աներ այդտեղ։ Ես կարծում եմ սա բարերարի խնդիր չի, սա պետական խնդիր է։ Եվ այստեղ շատ մեծ խնդիրներ չկան, պետք է վերանորոգվեն այն ներքին տարածքները, չեմ կարծում, որ դա կաննելով, ֆուտբոլը մեծ փողերի հետ է կապված, ֆուտբոլը պետք է լավ դաշտ բան ունենա, ստադիոն ունենա եւ դա մարդիկ գնում են ֆուտբոլ։ Իսկ մեծ ծախսեր է ընդհանրում վերականգնումը։ Մեծ ծախսերը ես չեմ կարող ասել, ենթադրաբար կարող եմ ասել ոչ շատ մեծ, որտեվ նու դաշտը պետք է ամբողջովին իհարկե խոտածածկ եւ այլն, որը իմիջիայլոց ունիկալ կոնստրուկցիա էր, որ նա կարողանում է այնտեղ դրենաժային համակարգ կար, որը մի կողմից անձրևաջրերն էր տանում, մյուս կողմից դա ոռոգման համակարգ էր, շատ հետաքրքիր մտածված էր, ունիկալ այսպես համակարգ էր դաշտի համար։ Իհարկե խոտածածկ, իհարկե նոր լույս, իհարկե այդ տաբլոները, որտեղ գրվում են եւ իհարկե հանդերձարանները, նորաթորներ, իհարկե նորաթորներ, բայց կառույցը կենթան է, հիմնական կառույցը ահռելի վիթխարի երկաթբետոնից կառույցը կանգուն է։ Կառույցին ի՞նչն է խանգարում այդ նորակառույց շենքերը բնակարանաշինությունը այդ հարակից տարածքում։ Դա խանգարում է մեզ բոլորիս, դա խանգարում է մեր քաղաքին, բայց դա անկախ դրանից դա այդ շենքերը չես կարող վերացնել։ Մեր Երևանում այնքան անհաջող շենքեր ծնվեցին այս վերջին 4-րդ դարում։ Դրանք արդեն փաստեր են։ Դրանք ուղղակի պետք է փորձել շարունակել այդ արատավոր ուղղությունը, բայց դա այդպես է, դա այն փաստերն են, որոնց հետ մենք ապրում ենք, որոնց մեջ ապրում ենք։ Իսկ դա շտկել ամեն դեպքում հնարավոր է։ Ամեն ինչը պետք է շտկել, ամեն ինչը պետք է գնահատական տալ նախ եւ առաջ։ Թե անդառնալի բաներ կան, որոնք որ չենք կարող։ Տրվի հիմնովին գնահատական, մենք պետք է ունենանք խիզախություն, ասենք, որ մենք մեր ճարտարապետությունը սխալներ թույլ տվեց, մեծ սխալներ, քաղաքաշինական, շատ մեծ սխալներ եւ գտնենք ինչ որ առողջ ճանապարհներ, այլևս կառուցել քաղաքը այնպես, որ այն լինի մեզ համար հարմար, ոչ թե այն անհարմար այնպես, ոնց որ ամեն օր ենք մենք դա տեսնում ու զգում։ Իսկ դա, այսինքն դուք դա պարտադիր պայման է, ոչ թե հնարավոր։ Այլ կերպ մենք չենք կարողանա այս քաղաքում ապրել։ Իսկ սա մեր քաղաքն է։ Մենք տեսել ենք, թե ինչպես է նա կառուցվում եւ ինչպիսի նվիրյալների կողմից է դա կառուցվել։ Եվ դա մենք իհարկե ոնց որ տալիս է այն վստահությունը, որ եւս կլինի կգան լավ ճարտարապետական ժամանակներ։ Ես նույնիսկ տեսնում եմ արդեն այդ ժամանակների սկիզբը։ Դուք ձեր խոսքում ես մի քիչ հեգնանք եմ նկատում, բայց նաև ուզում եմ հավատալ։ Չէ, ես իսկապես խորապես համոզված եմ, որ կան հիմա երիտասարդ ճարտարապետներ, որոնք կարողանան վերականգնել այն համբավը, այն որակները, ասենք, որոնք որ բնորոշ էին մեր ազգային ճարտարապետությանը։ Շատ լավ, թերևս այսքանը շնորհակալություն պարոն Բալյան, հետաքրքիր զրույցի համար, չգիտեմ որքանով հաջողվեց առհասարակ Հրազդան ստադիոն գրքին գիրքը մի փոքր լուսաբանել, բացել ռադիոլսողների առաջ եւ կարևորը ուղղակի մենք կարևորը կառույցն է։ Այո, կարևորը կառույցն է։ Երկրորդն է։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսող, իմ հյուրն այսօր ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանն էր։ Մենք խոսում էինք Հրազդան ստադիոն գրքի մասին, որը լույս է տեսել օրերս։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։